Մենք վերադարձանք եւ արդեն մեր տաղավարում են մեր առաջին հյուրերը։ Հայ գործիչ, պարուսույց, մանկավարժ, Հայաստանի Պարիպետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը տոնում է իր ծննդյան հոբելյանական 75-ամյակը։ Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարիպետական անսամբլը մեծ շուկով կնշի պարարվեստի վարպետի հոբելյանական տարեդարձը։ Միջոցառման մասին կպատմեն մեր հյուրերը Օլգա Աբդալյանը, Վահե Համբարձումյանցը եւ Սոնա Ցականյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն, որ առավոտը մեզ հետ եք սկսում։ Եկեք հասկանանք, թե ինչ է սպասվելու մեզ հոբելյանական համերգի ժամանակ։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Մի փոքր փակագծերը բացելով, ասենք, որ այս համերգը իր տեսակով մի փոքր ավելի տարբերվող է լինելու, քանի որ Պարացանկում միայն հանդես ենք գալու Պարիպետական անսամբլով, Գագիկ Կարապետյանի բեմադրություններով, ամբողջը միայն իր պարերն են լինելու, իր բեմադրությունները եւ ունենք նոր գեղեցիկ համար պրեմիերա, որ առաջին անգամ է այդ օրը հանդես գալու։ Երաժշտությունը Հայկ Գրիգորյանինն է, բեմադրությունը Գագիկ Կարապետյանին է, կոչվում է Երևան։ Դա նոր ձևաչափով բեմադրություն է մեր անսամբլում, ժամանակին Պարացանկում ունեցել ենք այդպիսի համարներ, բայց ներկայիս մեր Պարացանկում չկար եւ սա իր տեսակով մի փոքր տարբերվում է։ Բեմադրության մեջ պարում ենք ես եւ Սոնան, երկու աղջիկ եւ 12 տղա։ Ինքը հետաքրքիր բեմադրություն է, կոչվում է Երևան, մի փոքր ավելի խաղարկային, ինձ թվում է հետաքրքիր է լինելու եւ ունենք նոր բեմադրություններից էլի, որը վերականգնված համարներից նաև Զարթոնքը, որը առաջին անգամ փոքր դադարից հետո կատարել ենք Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին եւ այժմ բեմ է դուրս գալու Գագիկ Կարապետյանի հոբելյանական համերգին։ Հետաքրքիր էլի իր ձևաչափով, շատ սիրուն գեղեցիկ պար եւ տարբերվում է մի փոքր նրանով, որ մենք որ ասում ենք Պարիպետական համերգ, հա, պատկերացնում ենք, որ պետք է բերդ ավանդական բերդ պարով սկսվի, մի փոքր այլ է լինելու, հետաքրքիր բեմադրությամբ, նորովի ներկայացնելու ենք Պարիպետականը։ Երբ խոսում ենք Գագիկ Կարապետյանից, դուք երևի թե առիթ եք ունեցել տարիներ շարունակ աշխատել նրա հետ, միգուցե շրջագայել նաև, ինչպիսին է նա աշխատանքային վայրում եւ նաև աշխատանքի վայրից դուրս։ Գագիկ Կարապետյանին ճանաչել եմ դեռ պարարվեստի ուսումնարանում սովորելու տարիներից, երբ դեռ եղել եմ 15-16 տարեկան երեխա եւ շատ մեծ պատիվ եմ ունեցել հենց այդ տարիքից աշխատել նրա հետ։ Կարող եմ նշել, որ շատ բարի է, համբերատար։ Դեռ շրջագայության չեմ կարողացել իր հետ մասնակցել, բայց շուտով ունենք սեպտեմբերի 13-ին Բուլղարիա ենք մեկնելու անսամբլով եւ հուսով եմ, որ շատ լավ շրջագայություն ունենաք։ Լավ շրջագայություն է լինելու։ Եթե վերադառնանք համերգի թեմային, որքան ժամանակ եք պատրաստվում համերգին եւ նորությունների մասին արդեն խոսվեց, Գագիկ Կարապետյանի տպավորությունները, եթե տեսնում եք կողքից, ինչպիսին է պատրաստվածության ընթացքը։ Դե տպավորությունները միանշանակ բարձր են, փորձերի ժամանակ նրա միմիկաներից երևում է, որ մենք հասկանում ենք, որ ինքը իրան դուր է գալիս մեր կատարած աշխատանքը, իր բեմադրությունը միանշանակ, փորձերը դե ամեն օր մենք աշխատում ենք, բացի շաբաթ-կիրակի օրերից, աշխատում ենք քրտնաջան, որպեսզի տեսնենք նրան այդպիսի ուրախ դեմքով, որ նա միշտ մտածի, որ իր կատարած աշխատանքը հաջողվել է եւ նոր բեմադրությունների վրա ենք հիմնականում շատ աշխատում, որպեսզի արագ մտցնենք մեր պարացանկի մեջ եւ ամեն համերգին ունենում ենք նոր բեմադրություն։ Հիանալի։ Երբ խոսում ենք այս պարից, պարարվեստից, ժողովրդական պարը, այս արվեստը այսօր ինչ փուլի վրա է եւ դուք մարդիկ, ովքեր տարիներ շարունակ իրենց կյանքն են նվիրաբերել պարին, ժողովրդական պարին, զարգացմանը, կարող ենք այսօր ասել, որ Հայաստանում բավականին այսպես արժեքավոր տեղ ունի պարարվեստը։ Այն էլ հայկական ժողովրդական պարը։ Այո, կարծում եմ, որ այո, եւ Պարիպետականը միշտ ունեցել է իր վերելքը, միշտ եղել է բարձունքում եւ մենք էլ սերնդեսերունդ փորձում ենք այդ 68 տարվա անուն ձեռք բերած անսամբլը
բարձր պահենք, բարձունքում պահենք եւ իհարկե այն բեմադրությունները, որ մեծանուն վարպետներ են կատարել, ինչպես լեգենդար Գագիկ Կարապետյանը եւ իր նման լիքը վարպետներ, պետք է շատ բարձր պահենք իրենց անունը եւ փորձենք սերնդես սերունդ փոխանցելով, պահպանելով մեր հայկականը, մեր հայկական մշակույթը բարձր պահենք եւ չգիտեմ, մենք այս պահին իրենց շարունակողներն ենք եւ մեզանից է նաեւ կախված հետագայում թե ինչ աստիճանի վրա կգտնվի այս բարարվեստի ոլորտը։ Երբ խոսում ենք սերունդներից, միանգամից առաջին բանը, որ գալիս է բոլորիս մտքին, սերունդների բախումն է։ Այլ լինում են կուլիսներում սերունդների բախում կամ երբ ավելի երիտասարդը պետք է փոխարինի ավելի մեծ սերնդի ներկայացուցչի ինչ-որ մի բեմադրության մեջ, որևէ մի տարաձայնություններ, բախումներ նման բաների առնչվել եք թե ոչ։ Մեր անսամբլում նման տարաձայնությունների չենք առնչվում, ինչը որ շատ գովելի է։ Չեմ կարող ասել ուրիշ անսամբլներում նման բան կարող է լինել թե ոչ, բայց կարծում եմ դա նորմալ է, երբ որ պետք է ավելի տարիքով պարուհիներին կամ պարողներին ավելի երիտասարդ սերունդը գա փոխարինման։ Իսկ աջակցություն ստանում եք մեծ սերնդի կողմից։ Միանշանակ, քանի որ շատ մեծ պատիվ է նրանցից սովորել, կրթվել եւ արդեն շարունակել նրանց աշխատանքը եւ հանդես գալ արդեն հանդիսատեսի համար։ Լավ, նորից վերադառնանք մի փոքր համերգին, ինչ անակնկալներ են սպասվում եւ արդյոք մենք նաեւ Գագիկ Կարապետյանին ենք տեսնելու բեմում։ Միանշանակ Գագիկ Կարապետյանին տեսնելու եք բեմում։ Իսկ ինչը վերաբերվում է համերգին, դե Երևանն է մեր նոր բեմադրությունը, Զարթոնքը դադարից հետո երկրորդ անգամ է բեմ դուրս գալու։ Ունենք վերականգնված համարներ, ունենք նոր համարներից դե մի քանի համար նոր ավելացել է համերգացանկում եւ բացումը շատ գեղեցիկ նոր բեմադրությունով է լինելու։ Ինչպես նաեւ նշեմ, որ նվագախումբը մեր կատարելու է երաժշտական համար 1958 թվականին, երբ Պարիպետական անսամբլը ստեղծվել է, այդ օրվանից մինչև առ այսօր Պարիպետական անսամբլը հանդես է գալիս միայն կենդանի երաժշտությամբ, հանդես է գալիս վարպետ երաժիշտներով եւ հենց դրա համար է, որ համերգացանկում բացի պարային համարներից ունենք նաեւ երաժշտական մի քանի համար։ Իսկ ինչ երաժշտական համարների մասին է խոսքը գնում։ Երաժշտական համարներից ունենք Վաղարշապատ եւ ունենք Սայաթնովայի Քանիվուր ջանին։ Ենթադրում եմ, որ երևի կենթանի գործիքների կատարման փա։ Այո, միանշանակ։ Իսկ ընդհանուր առմամբ քանի մարդ է ներգրավված համերգում։ Անթիվ անհամար։ Մոտավորապես 40 հոգի պարող եւ 20 հոգի երաժիշտ։ Ընդհանուր 60։ Ինձ հետաքրքրում է ինչպես եք հարմարեցնում գրաֆիկը, որովհետև այդքան 60 հոգանոց փորձերը այն էլ ամեն օր կարծում հեշտ չէ հարմարեցնել իրար հետ։ Հեշտ չէ, բայց ամենայն դեպս փորձում ենք հարմարեցնենք, աղջիկների պարերի ժամանակ փորձում ենք տղաներով նրանց չխանգարենք, մեր համարների ժամանակ նրանք են փորձում մեզ չխանգարել, բայց միասին, երբ որ արդեն աղջիկ տղա միասին ենք պարում, բավականին մեծ է մեր պարասրահը, կարողանում ենք։ Ես կարծում եմ, որ սա նաև խոսում է պրոֆեսիոնալիզմի մասին, եթե մի բան ասված է ի վերուս եւ դա պիտի արվի, կարծում եմ, որ այս սերունդը համենայն դեպս Պարիպետականն ավարտված սերունդը գիտի, որ դա պետք է եւ ավելորդ անձնական ամբիցիաները կարծես թե մի կողմ են դրվում։ Լավ, երբ խոսեցինք հյուրախաղերի մասին, մի փոքր մանրամասնեք, թե ինչ հյուրախաղեր են սպասվում եւ արդյոք այս ամբողջ կազմով եք մեկնելու նորից հյուրախաղերի։ Սեպտեմբերի 13-ին, ինչպես նշեցի, Բուլղարիա ենք մեկնելու, կարծում եմ ամբողջ կազմով է Պարիպետականը մեկնելու, հանդես են գալու հենց այնտեղի անսամբլներից մեկի հետ, միասին զուգահեռ համերգ է անցկացվելու, ուրիշ հյուրախաղերի մասին դեռ հստակ տեղեկություն չկա, բայց կարծում եմ միանշանակ կլինի մինչև տարվա վերջ։ Խոսեցիք, որ այս անգամ համերգը չի սկսվելու բերդով, բայց հանդիսատեսը վստահաբար սպասում է այդ համարին, որովհետև այն ամենասիրված համարներից մեկն է եւ նույնիսկ մարդիկ, ովքեր այնքան էլ հետաքրքրված չեն անսամբլի գործունեությամբ, միևնույն է այդ պարը գիտեն, տեսել են, հիշում են, եւ սպասում են։ Լինելու է համերգի ժամանակ այդ պարը։ Չէ, չի լինելու, քանի որ նշեցի, որ Գագիկ Կարապետյանի բեմադրություններն էին միայն լինելու եւ քանի որ Բերդ պարային մեր այդ համարը իր բեմադրությունը չի, այդ իսկ պատճառով այդ համարը Սուսերով պարը, ինչպես բոլորը գիտեն եւ սպասում են, չի լինելու, բայց միանշանակ չեմ կարծում, որ զիջելու է Բերդ պարին եւ ինձ թվում է մի փոքր նաեւ իրանց համար ավելի
ավելի հետաքրքիր կլինի յուրովի նոր ձևաչափով, նոր տեսակով ներկա գտնվել համերգին։ Կարծում եմ չենք հիասթափեցնելու եւ վառ տպավորություններով են դուրս գալու հաստատ։ Ինչպիսին է այսօրվա հանդիսատեսը ձեզ համար։ Միանշանակ ջերմ, ընդունող, քանի որ այդ ծափահարությունները եւ այն ջերմությունը, որ մենք ենք ստանում հանդիսատեսից, բառերով նույնիսկ փոխանցելն անհնարին կլինի, եւ մենք աշխատում ենք, որպեսզի միշտ գոհացնենք մեր հանդիսատեսին եւ նոր բեմադրություններով հանդես գանք դրանց համար։ Խոսեցիք, որ նոր համար է լինելու համերգի ժամանակ, բայց արդյոք լինելու է անակնկալ հատուկ Գագիկ Կարապետյանի համար։ Վերջո իր ծննդյանն է։ Մեզ ասեք, մենք ոչ մեկի չենք։ Այո, ոչ մեկի ճակերտները բացելով ասենք, որ իհարկե մենք իրեն շնորհավորելու ենք եւ ունենք մեր կողմից անակնկալ, բայց թե համերգի ընթացքում ինչ կարող է լինել, դա մենք հստակ չգիտենք։ Մենք անպայման գուշի ու շոկը հետևենք համերգի ընթացքում Մենք անհամբեր։ ձեզ սիրով հրավիրում ենք։ Շնորհակալություն։ Այ երբ կարող են մարդիկ գալ, որտեղ, ժամը հիշեցրեք ամեն ինչ, ինչպես կարող են տոմսերը գնել։ Հունիսի 15-ին ժամը 19:00-ին օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում է կայանալու Պարի պետական անսամբլի մենահամերգը, որը նվիրված է Գագիկ Կարապետյանի 75-ամյա հոբելյանին։ Տոմսերը կարող են ձեռք բերել Տոմսարկղ.am-ից։ Այդքանը կարող եմ նշել։ Սիրելի հեռուստադիտող, ես կարծում եմ, որ սա հիանալի պահ է եւ կարող ենք տեսնել տարբեր սերունդներ միասին մեկ բեմում, տարբեր սերունդների պարարվեստի, մշակույթի փոխանցումը սերնդեսերունդ, այնպես որ առիթը բաց մի թողեք եւս մեկ անգամ ներկա գտնվելու, վայելելու եւ ծափահարելու։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն։ Մենք առաջ եւ լսենք երաժշտություն Շանթի եթերում։ Գնացինք։